Դե մեր այս այգին արդեն այս փուլում ենք, այսինքն ինչ ենք արել։ Հողային աշխատանքները լրիվ կատարել ենք։ Չորնավոյի ոնց որ գազոնի տակի հատվածը այգին հարթացրել ենք, այնուհետև հողախառնուրդ սարքել, փռել, սերմացանել, ծածկել, դեղել, ծածկել ու ստացել այս արդյունքը։ Դեստեղ դեռ ավտոմատ ոռոգում չի արվել, հետո է արվելու, տանտերը խոստացավ, որ ինքը անպայման հետևողական կլինի եւ կծլի, կճակաճեցնի, մինչեւ ոռոգման, ավտոմատ ոռոգման խնդրի հարցը լուծվի։ Ինչն է ասածս, տեսեք, Ժողովուրդ ջան, ստեղ մեր նյութերի մեջ էլ կգտնեք, որ այս այն այգին է, որտեղ ծառեր տեղափոխեցինք, նայեք են այս երկու մինաշենին եւ ծիրանենին, իրանց տեղի ծառերի հետ տեղափոխվել է, գրեթե չի զգացվել, գազոնը ցանված, նորից եմ ասում, մենք փառք Աստծո նենց եղանակը ապրիլ ամիսն է, որ հաճախակի անձրևներ տեղումներ ենք ունենում, հատկապես այս տարին շատ տեղումն առատ էր եւ հույս ունենք, որ ինչի եմ ասում հույս ունենք, որտեվ ավտոմատ ոռոգման համակարգ երբ որ բացակայում է, ես ամեն տեղ չեմ ցանում, որտեվ գիտեմ խնդիր է լինելու, բայց դե քանի որ սա գարուն է եւ վստահ եմ տվյալ մարդը իրոք հետևողական է լինելու եւ այս աշխատանքը մենք կատարեցինք, գազոնը ցանեցինք, ունեցանք այս արդյունքը, մի քանի օրից կծլի, առաջիկա 10 օրվա մեջ կծլի, ապրիլ ամսին խոնավությունը թեկուզ բավարար է, բայց հողի ջերմությունը այդքան շատ չի լինում, չի կարա 5-րդ, 7-րդ օրը ծլի, ծլում է 10-15 օրվա ընթացքում, ինչքան տաքացավ խոնավությունը տեղն եղավ, այնքան շուտ ծլելու է։ Անցնեմ այս փուլին, նայեք, տեղափոխած ծառը Ժողովուրդ ջան, գրեթե չի զգացել տեղափոխությունը, իրանց համահունչ ծլում է, ծաղկում է։ Սա էլ ծիրանենի է, դե այսինքն Ժողովուրդ ջան, մենք որտեղ մտնում ենք, փորձում ենք այգեշինության աշխատանքները նպատակային անել, ստեղ դեռ մենք խոտը ծլելուց, վերջացնելուց հետո, երբ որ 1-2 անգամ կհնձենք, ստեղ մենք կունենանք գեղեցիկ բուսականություն, այսինքն արդեն բույսերը որտեղ ինչ ուզենանք, նենց կկահավորենք, կտեղավորենք, որ այգի մտնելուց այգին գնալով շքեղանա, սիրունանա, տեսարանա, սիրուն լինի։ Դե այն վերջը շինություն է լինելու, ստե փոքրիկ բիսեդ կա, աջ ու ձախ կողմերը իրար նմանվող բույսեր, կանաչ տարածք, որ այդ գեղեցկությունը քեզ հանգստություն պատճառի, ոչ թե այգի դառնա քո համար խնդրեմ եւ դժվարություն։ Իդեպ ասեմ, ստեղ ոչ թե 15 սանտիմ, այլ նույնիսկ 20 քանի սանտիմետր լավ հողախառնուրդով գազոնի համար պայմաններ ստեղծած, նայեք, անձրև է գալի, չէ, այսքան, բայց հողի մեջ կանգնես անգամ ոտքերից չի կպնի, գուբկի պես քաշում աշնչող հողը, ես բազմիցս միշտ իմ նյութերի մեջ ասել եմ։ Այս էլ մեր այս աշխատանքից, մնացածը ընթացքը ցույց կտա, այսքանը։